Բարև ձեզ, այս տեսանյութում կքննարկենք ֆունկցիայի աճի մասին թեստի խնդիրները։ Առաջի խնդրում x քառակուսի գումարած y քառակուսի հավասար է r քառակուսի շրջանագիծ ունենք, այսինքն կենտրոնը գտնվում է կոորդինատների սկզբնակետում եւ հայտնի է, որ այն շոշափում է y-ը հավասար է 1x-րդ հիպերբոլի ճյուղերը։ Պետք է գտնել այս շրջանագծի շարավերի քառակուսին, r-ի քառակուսին։ Սկզբի համար պատկերենք հիպերբոլը դե ստակա, հենց կոնկրետ y-ը հավասար է 1x-րդ հիպերբոլն է, այսինքն իր գրաֆիկը գիտենք, իսկ շրջանագծի համար միայն շարավիղը չգիտենք, գիտենք, որ շրջանագծի կենտրոնը ըստ հավասարման գտնվում է կոորդինատների սկզբնակետում, այսինքն O կենտրոնով մի հատ շրջանագիծ է պետք տանել, որը կշոշափի պարաբոլի ճյուղերը։ Օրինակ, այս շրջանագիծը պատկերենք։ Տարբեր հարցեր են առաջանում, որ կետերում է շոշափելու շրջանագիծը եւ ինչպես հասկանալ այդ շոշափման կետերը։ Եթե հասկացանք շոշափման կետերը որոնք են, կկարողանանք կոնկրետ հենց շրջանագծի հավասարումը գրել, որովհետեւ կիմանանք, թե շրջանագիծը որ կետով է անցնում։ Եթե թեկուզ մի կետ իմանանք շրջանագծից, այդ կետի x-ը իմանանք, y-ը իմանանք, կտեղադրենք, օրինակ x0 քառակուսի գումարած y0 քառակուսի շարովիղը կգտնենք։ Բայց պետքա սկզբի համար գտնել այդ կետը, ու այստեղ իրականում մի բան է պետք օգտագործել, որը դեռևս տենց բացահայտ այս հանդիպումների ընթացքում կարծես թե չենք ասել։ Մենք ասել ենք, երբ ինչ-որ ֆունկցիայի գրաֆիկ շոշափում ուղիղը։ Այդ այն դեպքում է, երբ որ ֆունկցիայի գրաֆիկը ածանցում ենք, ու այդ ածանցյալը հավասար է ուղղի անկյունային գործակցին։ Այսինքն գիտենք, օրինակ, եթե շրջանագիծը չլինի, գիտենք 1x-րդ հիպերբոլը, երբ կշոշափի ինչ-որ մի հատ ուղի։ Դա այն դեպքում կլինի, երբ որ 1x-րդը ածանցենք, այս կետում ածանցյալը հավասար լինի այս ուղի անկյունային գործակցին, որը այս դեպքում բացասական է։ Նույնը նաև ինչ-որ այլ կորի համար գիտենք, այդ թվում շրջանագիծը իրականում ֆունկցիա չի, բայց կարելի է համարել պատկերացնել ֆունկցիա, քանի որ ունի կարող ենք բաժանել երկու կիսաշրջանագծերի։ Այս վերևի կիսաշրջանագիծը որ վերցնենք, այդա կարելի է ներկայացնել ֆունկցիայի տեսքով, ու դրա համար էլ գիտենք, թե ինչ է նշանակում շոշափել։ Էլի պետք է ածանցենք, հաշվենք, ստանանք։ Իրականում երկու կորեր սահմանվում են որպես իրար շոշափող, եթե այդ կորերը ունեն նույն շոշափող ուղիղը, այսինքն ոնց որ շրջանագծերի դեպքում, ասենք երկու շրջանագծեր իրար շոշափում են, դա նույնն է, ինչ որ մի հատ ուղիղ կա, որը երկուսին էլ նույն կետում շոշափում է։ Նույն բանը պետքա լինի այստեղ, այսինքն ինչ որ կետ պետքա լինի, որ այդ կետում տանենք համ հիպերբոլին շոշափող ուղիղը, համ շրջանագծին շոշափող ուղիղը, ու պարզվի, որ դրանք նույն բանն են, այդ դեպքում կստացվի, որ շրջանագիծն ու հիպերբոլը իրար շոշափեցին։ Այսինքն պետքա ուղղակի ածանցյալները հավասարացնենք։ Գրենք ֆունկցիաները, ածանցենք, հավասարացնենք։ Ֆունկցիաներից մեկը y-ը հավասար է 1x-րդն է, դա որ ածանցում ենք, տալիս է -1x քառակուսի։ Երկրորդ ֆունկցիան դե այս շրջանագիծներ, որը
ֆունկցիա չէր, բայց մեզ քանի որ հետաքրքիր են առանձին մի հատ վերևի կիսաշրջանագիծն հետաքրքիր, հետո ներքևի, մեզ վերևինն է հետաքրքիր, հիմա վերցնենք հենց այս վերևինին համարժեք ֆունկցիան, այսինքն y-ը մի հատ արտահայտենք x-ով, եթե x քառակուսի գումարած y քառակուսին հավասար է r քառակուսի, ապա y-ը հավասար կլինի r քառակուսուց հանած x քառակուսի արմատի տակ։ Իսկ սրա ածանցյալը y-ի ածանցյալը արդեն պետք է հաշվել։ Ոնց անենք, բարդ ֆունկցիայի ածանցյալով, քանի որ ունենք արմատ եւ արմատի տակ մի արտահայտություն, մի հատ արմատի ածանցյալը պետք է լինի 1 բաժանած 1-2 անգամ այս նույն արմատը, այսինքն r քառակուսի հանած x քառակուսի, մի հատ էլ, բայց պետք է բազմապատկել Մինուս x-ի քառակուսու ածանցյալով։ մինուս x-ի քառակուսու ածանցյալով, այսինքն մինուս Մինուս x-ը բաժանած արմատ r քառակուսի մինուս x քառակուսի։ մինուս 2x, երկուսները կրճատվում են, համարիչում հայտարարում, ջնջել, ստացվում է համարիչում ուղղակի մինուս x և հայտարարում r քառակուսի մինուս x քառակուսի։ Անգամից կոտորակի դիմաց կարելի է բերել մինուսը։ Դե մեզ պետք է որ ինչ որ x-ի համար այս ածանցյալները իրար հավասար լինեն։ Հավասար լինեն։ Դե գնանք հավասարացնենք մինուս x քառակուսի հավասար է մինուս x արմատ r քառակուսի մինուս x քառակուսի։ Մինուսները կրճատվում են, աջ մասում x խորանարդ, ձախ մասում r քառակուսի մինուս x քառակուսի։ Հիմա մի հատ էլ քառակուսի բարձրացնենք, ստացվում է r քառակուսին հավասար է x քառակուսին էլ տանենք աջ, x-ի 6 աստիճան գումարած x քառակուսի։ Ստեղ ինչ որ մի քանի X քառակուսինը կարելի է հանել ընդհանուր։ x քառակուսի x-ի 4 գումարած 1։ Ահա։ Լավ, ածանցյալները հավասար եղան, բայց իրականում կարող է նույն ինչ որ կետում ունենան ածանցյալներ, բայց իրանց շոշափող ուղիները նույնը չլինեն, զուգահեռ լինեն։ Օրինակ, կարող է ասենց լինի։ Այսինքն մենք նաև ուզում ենք, որ այս շոշափման կետերը նույնը լինեն, այսինքն հիպերբոլը ու շրջանագիծը իրար հետ պետք է հատվեն, նույն կետով անցնեն։ Դրա համար կարելի է x-ն ու y-ը ձևափոխել, այսինքն մեզ նաև պետք է, որ x քառակուսի գումարած y քառակուսին հավասար լինի r քառակուսի և y-ը հավասար լինի 1x-երորդ։ Որ տեղադրենք, ստացվի x քառակուսի գումարած 1x-երորդի քառակուսի հավասար է r քառակուսի։ Կամ ձևափոխելուց հետո ստացվում է x քառակուսի գումարած 1x քառակուսի, սա էլ ընդհանուր հայտարարի, որ բերում ենք, ստացվում է x-ի 4 գումարած 1 բաժանած x քառակուսին հավասար է r քառակուսի։ Ստեղ
երկու տարբեր բան արեցինք, վերևում ատենցիալները հավասարացրինք, ներքևում հենց ֆունկցիաները հավասարացրինք, վերևում ստացվեց, որ r քառակուսին հավասար է x քառակուսի անգամ, x-ի 4 աստիճան գումարած 1, իսկ ներքևում ստացվեց, որ r քառակուսին հավասար է x-ի 4 աստիճան գումարած 1, բայց արդեն բաժանած x քառակուսի։ Այս երկուսից կարելի է հասկանալ, որ փաստորեն բազմապատկում ենք x-ի 4-ով, թե բաժանում ենք x-ի 4-ի, x քառակուսու, թե բաժանում ենք x քառակուսու, նույն բանն ենք ստանում։ Ուրեմն x քառակուսին պետք է հավասար լինի 1 բաժանած x քառակուսի, կամ ինչը նշանակում է x-ի 4-ը հավասար է 1, x-ը պլյուս մինուս 1։ Դե կոմպլեքս լուծումները մեզ չեն հետաքրքրում։ Այդ կանք տեսնենք ինչ է լինում։ Դե իրականում մեզ հետաքրքիր էր հիմա դրական առանցքը, այսինքն այս մասը։ X-ը ստացվում է 1։ Դե քանի որ x-ը 1 է, y-ն էլ է 1։ Հիպերբոլի վրա x-ը 1, 1/1 հավասար է 1։ Եվ դե քանի որ ունենք համաչափություն, նաև բացասական x-ի համար, x-ը մինուս 1, y-ը մինուս 1, այդ կետում էլ կշոշափեն։ Այդ երկու կետերում եղան շոշափող։ Դե եթե 1-1 կետը պատկանում է շրջանագծին, ուրեմն շարավիղը արմատ 2 է, կամ 1-ի քառակուսի գումարած 1-ի քառակուսին հավասար է 2։ Այսինքն շարավիղի քառակուսին հենց 2։ Կարող են գրել պատասխան 2։ Իրականում ինչ-որ շատ հաշվարկներ արեցինք, բայց նաև կարելի էր երկրաչափորեն պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում։ Դրա համար դեսմոսով կարելի է սենց բան պատկերել, 1x-ը, նաև x քառակուսի գումարած y քառակուսին հավասար է r քառակուսի, ոստեղ որ գրում ենք r քառակուսի, հարցնում է r փոփոխականը ինչ է, r-ի համար սենց փոփոխական անգլերեն սլայդեր որ ավելացնենք, ինչ-որ բան եղավ, օրինակ r-ը երբ որ փոքր է, նշանակում է այս շրջանակիցը շատ փոքր է, դեռևս չի հատվում հիպերբոլի հետ, հետո որ մեծացնում ենք, ինչ-որ պահի երկու հատում է ունենալու, այդ պահին հենց ունենալու է երկու շոշափող, Այսինքն պլյուս մինուս արմատ 2-ի դեպքում հա, կստացվի հենց շոշափող կետեր։ հետո կմեծանա այս շրջանակիցը և արդեն հատումները շատ կլինեն։ Իրականում երկրաչափորեն, քանի որ գիտենք, թե ինչպիսին են այս կորերը, պատկերացնում ենք, որ հենց այդ պահին հենց հավասարվեն կլինի շոշափող, բայց դրանից հետո արդեն երբ որ ունենան սենց 4 լուծումներ, էլ չի շոշափում, դե համոզվելու համար կարելի է արդեն այս տվաբանությունը անել, հանրաշի բանել։ Մի հարցել է, եթե կարելի է։ Հա։ Այստեղ ես ճիշտն ասած շարավիղը, որ դիտարկեցինք R քառակուսին շրջանագծի շարավիղն է։ Հա, R քառակուսին շարավիղի քառակուսին է, R-ն է շրջանագծի Բայց շարավիղը հենց այդ մեր մեկերը չեն, նույն այս մեկերը չեն, եթե իրար հավասարեն 0-0 կենտրոնով x0, y0-ն այդ բաներն են, կորդինատներն են, այսինքն R-ն էլ չէր լինի 1։ Չէ, R-ը կլիներ 1 կողմերով, այլ է հավասար չի։ R-ը կլինի արմատ 2։ արմատ 2։ Արմատ 2, 1-ի քառակուսի գումարած 1-ն ալձիքն է էլի դառնում դրա։ Իհարկե,
Հա, Ներքնաձիգ։ ինձ թվաց թե բանը, հենց այս հատվածը շրջանագծով, որ սահմանափակված է x-երի, y-ների առանցքների վրա, ինձ թվաց դրանք են մեկեր հեն։ Ծառավիղը ելվում է, որ մեկից մեծ էլ է, արմատ 2-ա։ Դա արմատ 2-ն է իրականում, մեկը ավելի շուտ եւ այստեղ էլ պես արմատ 2-ը։ Հա, հասկացա, լավ, ստեղ միավորներն ենք ուղակի նշել, ինձ թվաց թե նշած են, որ հայացքները մեկեր են։ Բայց կներեք մի բան էլ ես էլի հարցնեմ։ Այս որ ածանցյալի միջոցով միած ստացանք x քառակուսի կարելի է հարցնեմ այս բանը։ Այստեղ Մի հատ ածանցյալի միջոցով ստացանք x քառակուսի անգամ x-ի 4 աշճան գումարած 1, ածանցյալները հավասարեցրեցինք։ Մի հատ էլ արդեն ֆունկցիաները հավասարեցրեցինք, ու ֆունկցիա էր թե մյուս մեկը հիպերբոլ էր, մեկը շարավեղի։ Ստացանք x-ի 4 աշճան գումարած 1-ը բաժանած x քառակուսի հավասար է r քառակուսի։ Այստեղից այդ ենթադրությունը, որ x-ը պլյուս մինուս 1 ա, ո՞նց ստացաք, չհասկացա։ ստացվում է, որ r քառակուսին մի կողմից x-ի 4 աստիճան անգամ x քառակուսին է, մյուս կողմից x-ի 4 աստիճան բաժանած x քառակուսին, որ իրար հավասարացնենք։ Հա, այդպես, լավ։ Իսկ թվաց x-ի 4 աշճան գումարած 1-ը հավասարացրեցիք 0-ի ու ասեցիք, որ x-ը պլյուս մինուս 1 ա անում։ Հա, լավ։ Ահա, չէ։ Հա, մերսի։ Այս մասը x քառակուսին հավասար է 1x քառակուսի երրորդ, ուրեմն Հասկանալի է, լավ։ չգիտեմ, սրանից ավելի կարճ ձև կա, ինչ որ հիմա չեմ պատկերացնում։ Տարածենք իրար, ունենք պարամետրական հավասարում եւ պահանջենք օրինա երկու լուծում։ Այդպես էլ կլինի։ Պարամետրական հավասարում շրջանագիծը կոսինուս սինուսներով։ Այն հավասարումը ներքևի որ ստացակ եւ քառակուսին ամենաներքևի հավասարումը այստեղ։ R քառակուսին բերենք ձախ, ընդհանուր հայտարարի բերենք, երկքառակուսային հավասարում կդառնա։ Եվ այդ երկքառակուսային հավասարումը լուծենք, որ երկու հատման կետ ստանանք։ Հա։ Շատ լավ։ Էլի փաստորեն այս հավասարումը անենք։ Երկու հատման կետ երբեմն ստացվում է 4 հատման կետ, այդ այն դեպքն է, որը մեզ պետք չի, իսկ եթե երկու հատման կետ է, Կամ հատման կետ կլինի 4-ը կամ 2-ը կամ չի ունենա ընդհանրապես։ հա, որովհետև երկքառակուսային հավասարն է։ Լավ։ Երկրորդ խնդրում էլի պարաբոլ ունեինք, բայց արդեն ֆունկցիայի աճի մասին, հատողի մասին ինչ որ հարցեր տալիս։ Y-ը հավասար է x քառակուսին։ 2-4 կետը դե գիտենք, որ պատկանում է պարաբոլին և 2-ից դելտա x-ով աչ են գնում 2 պլյուս դելտա x, իսկ y-ն էլ դելտա y-ով վերև կգնա, բայց ստեղ a-ի փոխարեն b վրիպակա b b-ի կորդինատներն են 2 պլյուս դելտա x 4 գումարած դելտա y, կարելի է հաշվել դելտա y-ը դելտա x-ից կախված։ Մի հատ առաջին բանը, որ անենք, թող դա լինի։ Եթե երկու գումարած դելտա x ունենք, դրա քառակուսին, որ բարձրացնում ենք, լինում է 4 գումարած 4 դելտա x գումարած դելտա x քառակուսի, այսինքն դելտա y-ը 4-ից ավել մասը, այսքանն է, դելտա y-ը, եթե դելտա x-ով աչ գնանք, 4 դելտա x գումարած դելտա x քառակուսիով էլ վերև կգնանք։ Դե պետք է այս a-ից b հատողը դիտարկել, խնդրի բաժնը, գտնել այդ հատողի անկյունային գործակիցը, երբ դելտա x-ը հավասար է 0,01, այսինքն շատ փոքր, որ մի հատ
հատողը գծենք, հատողի անկյունային գործակիցը լինելու է դելտա y-ը բաժանած դելտա x-ին։ Սա հենց ֆունկցիայի աճի հարաբերությունն է արգումենտի աճին։ Արգումենտի աճը դելտա x, ֆունկցիայի աճն դելտա y, ինչքանով աճեց y-ը։ Դե դելտա y-ը այստեղ վերևում ստացանք 4 դելտա x Դելտա x գումարած դելտա x-ի քառակուսի բաժանած դելտա x։ դելտա x-ի դելտա x-երը կհանենք ընդհանուր դելտա x-ը կկրճատվի Ինում է 4 4 գումարած դելտա x դելտա x։ այնտեղ էլ Եթե դելտա x-ը 0.01 է, ուրեմն այս անկյունային գործակիցը 4.01 է։ Ստեղ կարելի է մի բան նկատել, որ եթե դելտա x-ը ձգտացնեինք 0-ի, այսինքն հաշվենք սահմանը, սահմանը ածանցյալ է դելտա x-ի, ածանցյալը ճիշտ է հա, 4 գումարած դելտա x-ի սահմանը, հավասար է հենց 4-ի հա, բայց այս գրեթե դելտա x-ը ձգտում է անվերջի, պետք է լինի դելտա x-ը ինչքանով է փոքր ենք վերցնում, այսինքն ձգտում է 0-ի, սահմանը 4 գումարած դելտա x-ի, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, հավասար է 4-ի, ինչը հենց ածանցյալին է հավասար a կետում, որ ածանցենք y-ը հավասար է x քառակուսի։ 0.01-ով էլ աճ ենք տալիս Ածանցյալը y-ը հավասար y' հավասար է 2x, այսինքն 2 կետում y' 2 կետում հավասար է 4։ Հենց հավասար 4-ի ու սա այն ուղղակի Շոշափող այլի դառնում արդեն։ օրինակի վրա տեսնում ենք, որ այս ֆունկցիայի աճը, երբ որ արգումենտի աճը շատ փոքր է, նրա հավասար է նույն շոշափողի հետանկյունային գործակցին։ Որ խնդրեմ մի հատ չի կասի, այս անկյունային գործակիցը հաշվելուց դելտա y-ը բաժանեցինք դելտա x։ Ոնց գրեցինք դելտա y-ի փոխարեն 4 դելտա x պլյուս դելտա x քառակուսի։ Այս վերևում, որ դելտա y-ը ուզում էինք գտնել, 2 գումարած դելտա x քառակուսի ունեինք, այդ b կետի y-ը պետք է լինի, որովհետև x-ը 2 գումարած դելտա x-ը, y-ն էլ պետք է լինի 2 գումարած դելտա x քառակուսի։ Բայց մյուս կողմից այդ նույնն է, ինչ որ 4 գումարած դելտա y-ը, որ հակագծերը բացեցինք, եղավ 4 գումարած դելտա x գումարած դելտա x քառակուսի։ Այսինքն արդեն պարզ է թվաբանական գործողությունները։ Այս մասը մի անգամից չեն կարա որոշենք, եթե տրված էր, որ 2 գումարած դելտա x և 4 գումարած դելտա y, ընդեղից դելտա y-ի արժեքով որոշեցինք, էլի մի անգամից բացելուց, դելտա x-երը կկրճատվեին, պարզ երևում էր, որ դելտա x աճ է գնում մոտը։ Հա, իրական տենց ավելի քիչ Այո, պարզ երևում է, էլի, որ մի անգամից ընդեղ դելտա x աճ է գնում։ Արժի մի հատ էդ գրել։ Մեր նպատակն էր հաշվել դելտա y բաժանած դելտա x-ը։ Դելտա y-ը b կետում y-ը հավասար է 2 գումարած դելտա x-ի քառակուսի, իսկ a կետում y-ը հավասար է 2-ի քառակուսի։ Բաժանած դելտա x-ի։ B կետում x-ը, 2 գումարած դելտա x, a կետում x-ը 2։ Երկուսներ կրճատում է, դելտաներ մնում է, դեղը 4-ը դուրս է գալիս, մնում է հենց դելտա y-ը, հավասար է 4
Այո, էդ է մնում։ 4 գումարած դելտա x-ը։ Լավ, անցնենք այս մյուս խնդրին, էլի ֆունկցիայի աճը արդեն մի քիչ խառնող ֆունկցիաներ են, բայց էլի նույն կերպ։ Նախ փաստորեն ֆունկցիայի աճը պետք է հաշվել այս կետում եւ դելտա x-ն էլ հավասար է սա։ Մեզ պետք է գրել f-ը x գումարած դելտա x-ում հանենք f-ը x կետում։ Բաժանած դելտա Սա x։ կլինի հենց Դելտա ֆունկցիայի x-ը։ Չենք բաժանում դելտա x-ի։ Այո, չէ, ոնց որ չենք բաժանում։ ֆունկցիայի աճը։ Ուղղակի Սա, ֆունկցիայի աճն է։ սա ֆունկցիայի աճն է գրում։ Այո։ Դելտա f-ը։ Լավ։ Դելտա f-ը հավասար կլինի f-ի արժեքը x գումարած դելտա x-ից հանած f-ի արժեքը x։ Ահա։ Դե f-ի արժեքը x գումարած դելտա x-ում այդ x գումարած դելտա x-ը ցուցիչում 2-ի հետ աստիճան։ Հանած 2։ Հանում ենք 2-ի x աստիճան։ Բար 2 x աստիճանը որ հանենք ընդհանուր։ 2-ի Տեղադրենք իր արժեքը։ կամ Ունենք արժեքը։ Լոգարիթմ 2 հիմքով արմատ 2 պլյուս 1։ Հա, ճիշտ է։ X-ի տեղն էլ իր արժեքը կարանք տեղադրենք։ կամ Դելտա x-ի x-ի դելտա տեղն x-ը էլ իր Արմատ 2 արժեքը։ պլյուս 1։ այս երկուսն են։ Դե այս լոգարիթմով արտահայտությունը շատ հարմար իրականում կրճատվում է, ստացվում է 2-ի լոգարիթմ 2 հիմքով ինչ որ բան, արմատ 2 գումարած։ Արմատ 2 գումարած 1, 2-ից հանած 1, 1։ այն էլ գումարած 0.5, հա։ Այսինքն 1 երկրորդը։ Արմատ 2 պլյուս 1, արմատ 2 մինուս 1։ Լինում է 2-ի 1 երկրորդ աստիճան մինուս 1։ Ահա։ Առաջին արտադրիչը ուղղակի ինչպես ասացի, արմատ գումարած 1, երկրորդ արտադրիչը արմատ 2 հանած 1, այսինքն 1։ հանածով 2-ից հանած 1, 1։ Դա էլ 2 մինուս 1 արտահայտությունը չէր։ Եվ հավասարը Ֆունկցիայի աճը։ պատասխանը 1։ Ստեղ կարելի է ուշադրություն դարձնել, որ օրինակ եթե ունենայինք արմատ 2 գումարած 1-ի փոխարեն մի քիչ ավելի մեծ թիվ, ասենք 100, չէ, 100, թող լինի 128, 2-ի 7 աստիճան, 7-ը կգար դիմացը, x-ը եթե լիներ 7, 7 հենց։ կլիներ 7։ Հիմա այս 2-ի x աստիճանը փաստորեն կստացվեր 128, այստեղ արմատ 2 մինուս 1-ի փոխարեն կունենայինք 128, 2-ի 7 աստիճան, անգամ արմատ 2 մինուս 1, 2 մինուս 1։ սա էլ ասենք մոտավորապես արմատ 2-ը 404 404 անգամ 128։ անգամ 0.4, 41։ հա։ Ստացվում է, որ երբ որ x-ը 7, հա, մենք արգումենտը փոխում ենք ընդամենը 0.5-ով, ցան փոխվում է 128 անգամ 0.4-ով մոտավորապես, ինչը հենց մեծ թիվ է։ Դե այս բանի հենց էքսպոնենցիալ աճի լավ ցուցանիշ է, որ ինչ-որ բայից սկսած շատ արագ է այս ֆունկցիան աճում։ Ստանալ 2-ի x աստիճան ֆունկցիան, ասենք եթե x-ը հավասար է 7, արդեն չի տեղավորվում, պետք է մեծացնել, այստեղ է 728 կետը,
արդեն շատ կտրուկ աճում ես ֆունկցիան, որ 0.5-ով աճ գնանք, գանք այս կետից 0.5-ով աճ գնանք, այստեղից շատ միանգամից շատ վերև ենք գնում։ կտրուկ վերև է բարձրանում։ Բայց դե փոքր x-երի համար այնց չի։ Այստեղ ուղղակի ես ավելի շուտ վարժություններ, որ Դե ինչքան աշճանը բարձր, այնքան ինքը կտրուկ է աճում։ Չորրորդ հարցում էլի ինչ որ բան ունենք, կետի շարժման օրենքը դրված է 10t գումարած 5t քառակուսի բանաձևով, այսինքն կետը օրինակ այս x-երի առանցքով շարժվում է, t-ն հավասար է 0 պահին, այսինքն x0-ն հավասար է 0, սկզբում 0-ից սկսվում է, հետո օրինակ չգիտեմ, x-ը 1 պահին արդեն 10 գումարած 5, 15 կետում է, հետո տենց գնալով աճում է, x-ը շարժվում է x-երի առանցքի դրական ուղղությամբ։ Ունենք այս միջակայքը 20-ից դեպի 20 գումարած դելտա t, պետք է հաշվենք կետի միջին արագությունը, դելտա t-ն էլ տրված է, ուղղակի կարող էր գրված լինել 20-ից մինչև 20.1, բայց մենք ոնց որ մեզ հետաքրքրում է ընդհանուր ես գրելաձևը, դրա համար առանձին վերջում դելտա t-ն տալիս է։ Ինչա պետք անել։ Միջին արագությունը գտնելու համար v միջինը պետք է գրել անցած ճանապարհ բաժանած ճանապարհը ժամանակի x-ն բաժանած ես ուղղակի ուզում եմ այս մի հատ ֆիզիկայի էսի հարաբերությունը t-ի էսի հարաբերությունը t-ի այդ միջակայքում հիմա անցած ճանապարհը եթե 20-րդ վայրկյանին եղել է x20 կետում եւ 20 գումարած դելտա t-րդ վայրկյանին եղել է 20 գումարած դելտա t կետում, իրարից պետք է հանենք։ Օրինակ եթե առաջին վայրկյանի եւ երկրորդ վայրկյանին էլ որ տեն տեղադրում ենք 2, լինում է 20 գումարած 20 40։ Օրինակ առաջին վայրկյանից երկրորդ վայրկյան 15-ից անցում է կատարում 40, պետք է 40-ից հանենք 15, որպեսզի տեսնենք, թե ինչքան ժամանակ է անցել եւ ինչքան ճանապարհ է անցել։ Իսկ ժամանակը ուղղակի այդ 20 պլյուս դելտա t վայրկյանից պետք է անել 20-ը։ Կամ եթե առաջին երկու վայրկյաններն ենք նայում, վայրկյան 2-ից վայրկյան 1-ը անցել է մի վայրկյան։ Հիմա բայց անցել է դելտա t վայրկյան։ Ով որ սա գրեցինք, կարող ենք տեսնել, որ սա փաստորեն վերևում գրված է x ֆունկցիայի աճը, դելտա x-ը, ներքևում գրված է ժամանակի աճը։ Դե v միջինը այդ է։ Ֆունկցիայի աճ բաժանած արգումենտի աճին։ Նույն նմանատիպ գաղափարներ են։ Այստեղ որ ացանցիալը կիրառենք ակնթարթային արագությունն ենք, չէ՞, ստանում։ Հա։ Ցանկացած պահի ակնթարթային արագություն ստանալու ացանցիալ են։ Կոնկրետ դելտա t ժամանակահատվածի համար։ Դե բանաձևով կարելի է արդեն հաշվել։
պետք է x-ը 20 գումարած դելտա t-ում հաշվել, այսինքն այս 10 գումարած 5t քառակուսի մեջ տեղադրել 20 գումարած դելտա t։ 20 գումարած դելտա t, 10 անգամ դա գումարած 5 անգամ դրա քառակուսի, Անգամից գրի 20/1-ի։ սենց Չէ, ինքը ուզում է, որ ընդեղ կարճուն կրճատումները տեսնենք։ Ընդեղ էլ կստացվի հենց 10 անգամ 20 գումարած 5 անգամ 20-ի քառակուսի։ 5 անգամ 20-ի քառակուսի։ Եվ Բաժանենք դելտա t-ի։ բաժանում ենք դելտա t-ի։ Հիմա այս պետք է ուղղակի Այս էլ որ բացում ենք, էկրանը։ Հիմա 10 անգամ 20 գումարած 10 անգամ դելտա t, T, գումարած 5 անգամ 20-ի քառակուսի, 20 գումարած դելտա t-ն որ քառակուսի ենք բարձրացնում, 20-ի քառակուսի գումարած 40 դելտա t, գումարած դելտա t քառակուսի, հանած այդտեղ համարյա բոլորը կրճատվում են, հանած 10 անգամ 20, հանած 5 անգամ 20-ի քառակուսի, բաժանած դելտա t։ Սևով ջնջան, որոնք կրճատվում են, 10 անգամ 20, էդ էլ ոչնչացնենք, հակադիր թվերը, ստեղ 5 անգամ 20-ի քառակուսին էլ ոչնչացնենք, հետո 5 անգամ 40t անգամ, այսինքն 200 դելտա t գումարած 5 դելտա t-ի քառակուսի։ 210 այս 210 դելտա t 210 դելտա t գումարած 5 դելտա t-ի քառակուսի, 5 դելտա t-ն հանենք դելտա t-ի հետ կկրճատվի, հավասար է կմնա 10 գումարած 5 դելտա t։ 5 դելտա t։ Դելտա t-ն էլ կտեղադրենք 0.1, չէ։ Այս ամեն 5 0.1 0.5 կլինի v միջինը, որը հավասար էր 210 210.5 տասնորդական։ 210 գումարած 0.5, այո, 5 տասնորդական։ կա պատասխաններում, Այո, միջինը կա պատասխանը, հետո։ դելտա t-ն վերցրեցինք փոքր բավականին, 0.5 փոփոխություն, այդ ընթացքում միջին արագությունը 210.5 էր։ Հետաքրքրության համար մի հատ հենց 20-րդ վայրկյանին իր արագությունը հաշվենք, դրա համար 20-րդ վայրկյանին արագությունը հաշվելու համար պետք է ածանցել տեսնել, Էդ էլ ակնթարթային արագությունը կլներ, էլի։ որ ածանցում ենք x-ն 10 գումարած 10t, 10 գումարած 10t, գումարած 10t, այսինքն 20-րդ վայրկյանին ածանցյալը 30, ստացվում է 210։ վայ, 210, 20, Դա նույնն է, ինչ որ հենց ակնթարթային արագությունը, ակնթարթային առանց աճի, 20 վայրկյանին։ Իսկ եթե մի քիչ աճել է, դե ավելի արագանում է, գնալով արագանում է, միջին արագությունը կլինի 210.5, բայց շատ մոտիկ է, որովհետև հենց այդ միջակայքն ենք վերցրել, շատ մոտիկ։ Ստեղ էլի նույն բանը արեցինք, ամենակարևորը վերցրեցինք ֆունկցիայի աճը, կոնկրետ կետերը տված էին, ամեն ինչ տված էր, բաժանեցինք արգումենտի աճի վրա, արդեն ֆիզիկական իմաստով միջին արագությունը կար։
Այս համար 7-ում պատասխանը այո է։ Ֆունկցիայի աճը, եթե արգումենտի աճը միշտ 0,1 ենք վերցնում, ֆունկցիայի աճը միշտ կարող է դրական լինել, բայց ֆունկցիան չլինի աճող։ Օրինակ, ինչ որ կետում, մեկ կետում, ֆունկցիան թող լինի 0, հետո 1,1 կետում, ֆունկցիան թող լինի ինչ որ դրական բան, բայց այդ ընթացքում կարա լինի նվազող, հետո աճող։ Հետո որ վերցնենք մեկ այլ կետ, ասենք 1,05-ը, էլի մեկով աճ գնանք, այսինքն նայենք 1,15-ը, այսինքն էլի նույն դելտա x-ն ենք վերցնում, էլի թող լինի դրական ֆունկցիայի աճը, թող նույն բանը լինի այստեղ, Չաճող։ հետո էլի թող այս բանը կրկնվի, այսենց, հետո էլի, ինչ հաստատվում, անընդհատ աճում է ֆունկցիան, ցենց պարբերաբար աճում է, բայց պարտադիր չի, որ ընդհանուր աճող լինի, կարող է ընթացքում սենց նվազի, հետո աճի, նվազի, հետո աճի։ Ու ցանկացած կետում, որ վերցնենք, այս ֆունկցիան իհարկե կարելի է կառուցել կոնկրետ ինչ-որ բանը ձևասել, որը բավարարում է, բայց դրա կարիքը չկա։ Ցանկացած կետ, որ վերցնենք, գնանք դելտա x-ով աճ, կստանանք դրան համապատասխան կետը, ուղղակի հաջորդ բարբերության մեջ, հենց բարբերական ֆունկցիա չի, բայց բարբերական այսպես աճ ունի, հաջորդ բանում, բայց գիտենք, որ ընդհանուր միևնույնը աճել է, այս կետի y-ը միևնույնը աճել է։ Սա ինչ-որ մի օրինակ։ Այսինքն այո, հնարավոր է, որ ֆունկցիան չլինի աճող։ Դե, այս թեման համ իր ֆիզիկական պատկերացումները ուներ, համ ինչ-որ հետաքրքիր ինտուիտիվ հասկացողություններ, համ էլ ինչ-որ ահագին տեխնիկական մաս։ Այսօր առաջարկում ավարտենք, ես համար 8-ը, հետո առանձին խոսենք, շնորհակալություն։